Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի հիմնադիր, քաղաքական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Ֆրունզեի անվան ակադեմիայի շրջանավարտ, կառավարման մասնագիտությամբ ոսկե մեդալով։ 1996 թվականի մարտի 21-ին կազմակերպել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության առաջին պարաշուտադեսանտային թռիչքը, չավարտված պատերազմների մասնակից, կազմակերպել և ղեկավարել է Հայաստանի Հանրապետության ՊՆ սպայական բարձրագույն դասընթացները, ղեկավարել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, Հայաստանին տալով առաջին ուսար-լեյտենանտները, որից շատերը դարձել են Հայաստանի հերոսներ։ Մարտական ծառայության մեդալի արժանացած փոխգնդապետ Ալեքսանդր Մինասյան։ Պարոն Մինասյան, դուք երկար տարիներ աշխատել եք երիտասարդների հետ։ Ինչ եք տեսնում այսօր, փոխվել է սերունդը, թե մենք ենք փոխել դաստիարակությունը։ Գիտեք, ոչ թե փոխվել է դաստիարակությունը, այլ փոխվել է, թե մենք ինչպիսի ուշադրության արժանացրեցինք մեր երիտասարդների դաստիարակությունը, ինչպիսի ուշադրությամբ մենք հետևեցինք նրանց ով լինելուն, նրանց աճին, եւ բացի այդ պետք է չմոռանանք, որ դաստիարակությունը առանձին հարթակ է, բայց դաստիարակությունը նաև ստեղծում է մտքում ուղեղում պայմաններ, որ մարդը նաև կրթվի, որտեվ ուզենք թե չուզենք, կրթությունը դա այն առաջընթացն է, որը առաջ է տանում եւ արդյունաբերությունը, եւ զինագործությունը, եւ դեղագործությունը, եւ բժշկությունը, այսինքն մենք պարտավոր ենք դաստիարակել մեր զավակներին այնպիսին, որպիսի նրանց սերնդափոխությունը տանի նաև կրթության։ Չունես կրթված սերունդ, չես ունենա պետության մեջ առաջընթաց։ Այդ իսկ պատճառով համոզված եմ, որ դա ամենակարևորագույնն է, որ մենք պետք է չարենք կատարել ճիշտ սերնդափոխություն եւ շատ կարևոր է, որ ամեն անգամ դաշտից երբ հեռանում է տարեցը, այսինքն իր պաշտոնից դաշտից ասելով նկատի ունեմ պաշտոնը, հեռանում է, նրան պետք է գա փոխարինելու երիտասարդը, որը արդեն իր անգամ հասարակական գործնեությամբ ցույց տված լինի, թե ով է ինքը։ Այդ ժամանակ մենք միայն կունենանք հզոր, հպարտ հայրենիք։ Պարոն Մինասյան, շատերը ասում են, որ մեր խնդիրները քաղաքական են, մյուսները ասում են տնտեսական, բայց դուք հաճախ խոսում եք դաստիարակության, կարգապահության եւ ազգային մտածողության մասին։ Իսկապես մեր հիմնական խնդիրները դաստիարակությունն է։ Կարծում եմ այո, որովհետեւ ինչպիսի դաստիարակություն ունի ժողովուրդը, ազգը, այնպիսին էլ նրա հետագան է, այնպիսին նրա անցնող օրերն են, ճանապարհը, սոցիալական վիճակը, նրա պաշտպանվածությունը։ Հիմա ես օրինակ պատկերացնում եմ, եթե մեր փոխարեն լիներ մի փոքր ազգ, որը ավելի հայրենասեր էր, որը ավելի արդարաբարո էր, կարծում եմ մենք շատ ավելի լավ կապրեինք, շատ ավելի լավ կզգայինք մեզ այն միջավայրում, որը ստեղծել ենք մենք, հայերս, եւ անգամ մեր մեջ ապրող փոքրամասնությունները նույնպես ավելի լավ կզգային։ Այդ իսկ պատճառով կարծում եմ մենք պարտավոր ենք դաստիարակել այնպիսի տեսակ, այնպիսի ազգ, որտեղ մենք զգանք մեզ լավ, պաշտպանված եւ ուրախ։ Եթե ուշադիր նայում եք, մենք ուրախ չենք։ Ես երբեմն համեմատում եմ մեզ այլ ազգերի հետ, նրանց աչքերում խինդ եմ տեսնում, ուրախություն, մենք կարծես մի տեսակ զսպված վիճակում ենք, կարծես մեր վրա զսպաշապիկ է հագնված, եւ այդ զսպաշապիկը մեզ խանգարում է ապրել, անգամ մեզ խանգարում է մեր տարածքը պաշտպանել, անգամ մեր սերունդը դաստիարակել եւ դարձնել այնպիսին,
որը կերազեին մեր պապերը, կերազեին մեր հայրերը։ Այո, անպայման կարգով պետք է դաստիարակել, անպայման։ Շնորհակալություն։